Դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը բարկացել էր Եվրախորհրդարանի падգամավորի վրա Զանգեզուրի միջանցք արտահայտության համար։ Դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին։ Մինչ Փաշինյանը զայրանում է, ընդգծում այդ բառապաշարը վնասում է խաղաղության գործընթացին, Իլհամ Ալիևն ավելի քան 5 տարի անխռով կիրառում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Ամենաթարմն այսօր էր Բաքվում կայացած էներգետիկ ֆորումի ընթացքում։ Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք միջանցքի ևս մի ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն։ Ալիևը Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթը տեղափոխում է էներգետիկ ֆորումների հարթակ, այն ներկայացնելով ոչ միայն որպես քաղաքական վեճի առարկա, այլ նաև որպես տարածաշրջանային էներգետիկ եւ լոգիստիկ ցանցերի մաս։ Հարթակն ու ժամանակահատվածը պատահական չի համարում քաղաքագետը։ Սա անում են հիմա, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան գազի գնի ստորագրված փաստաթղթերի շուրջ։ Երբ որ էներգետիկ ֆորումի ժամանակ հնչեցվում է Զանգեզուրի միջանցքի մասին եւ դա նաեւ կապվում է ներկայացների տարանցիկ ուղիներ կառուցելուն, բնականաբար Ադրբեջանը ցույց է տալի, որ այդ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Ադրբեջանը վերահսկի Հայաստանի հարավը, այսինքն այդ հզոր երկրները նույնպես դրանում շահագրգռված են։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի պնդմամբ Ադրբեջանի հիմնական ռազմավարական նպատակը շարունակում է նույնը մնալ՝ ունենալ կապ Նախիջևանի հետ Սյունիքով անցնող միջանցքով, ոչ թե ճանապարհով, եւ այդ պահանջը Բաքուն չի թաքցնում։ Եթե դու գնում ես խաղաղության պայմանագրի կնքման, երբեք չես փորձի քո այսպես կոչված շարքարտավոր գործընկերին հանդիպել Փաշինյանին ստորացնել, իսկ ինքը բարբերաբար դառնում է անում, կոչելով այն Զանգեզուրի միջանցք եւ խոսելով 300,000 ադրբեջանցիների վերադարձի ծրագրի մասին։ Այսինքն սա նշանակում է, որ այսպես կոչված ծորվա ռեժիմի խաղաղության այս PR ակցիան կանում է ամբողջովին կեղծիք է։ Հիմնված սպի վրա Ալիևի որդեգրած քաղաքականությունը միջազգային հարաբերությունների լեզվով հստակ բացատրություն ունի, նշում է Դանիելյանը։ Երբ շարունակաբար գործածում են Զանգեզուրի միջանցք եզրույթը, հնարավորություն են ստեղծում նոր պահանջներ ձևավորելու։ Սա արդեն միջազգային անվանում է դառնում Ադրբեջանի ջանքերով։ Այս անվանումները չափազանց կարևոր են, որտեղ այդ անվանման մեջ արդեն ենթադրվում է, որ Հայաստանի հարավը մի տարածք է, որը կորպորացված է Ադրբեջանի հարավային տարածքի հետ։ Դրա հաջորդ քայլը լինելու է արդեն վերահսկողության պարտավորություն, որ Ադրբեջանը կպահանջի, եւ կասես իր ազգային շահերին է վերաբերվում, գազամուղ է, նավթամուղ է, անցնում երկաթգիծ է անցնում, ճանապարհներ են անցնում, ինք երկու հատվածներն է միավորվում դրանով, եւ դա կարող է ապագայում արդեն դառնալ տարածքային պահանջ։ Պաշտոնական Երևանը Ալիևի Զանգեզուրի միջանցք տերմինը նորից գործածելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ Մինչ Փաշինյանն ուղում էր Եվրախորհրդարանի падգամավորներին, ՄԱԿ-ի ամբիոնից հորդորում Ալիևին չասել Զանգեզուրի միջանցք, Ադրբեջանում արտահերթ նիստ էր հրավիրվում Թրամփի ուղին Ալիևի անունով կոչելու համար։ Եվ այդ արտահերթ նիստը Բաքուն հրավիրել էր Սպիտակ տանը ստորագրված համաձայնագրից ուղիղ 1 ամիս 1 օր անց Միլի Մեջլիսի առաջին փոխոսնակի գլխավորությամբ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։